արդեն Իրինա Յոլյանի քվեարկությունն է, հա, համապատասխան հազարով պաշտոնը, ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ ունեք իր հարցերի պատասխաններից, ելույթներից, հա, ինքը կարծես նշում էր, որ իշխանափոխությունը իր կարծիքով պարտադիր պետք է տեղի ունենա։ Ինչն էր խանգարում անել այդ իշխանափոխությունը եւ չհասնել այսօր ազգային ժողով։ Ինձ թվում է իշխանափոխության ցանկացած նկրտում, որ ընդդիմադիրներն ունեցել են, ձախողվել է հունիսի 7-ին, այնպես որ հորդորում եմ գալ կառուցողական դաշտ եւ հանգիստ ու հանդարտ աշխատել այն օրակարգի ներքո, որը թելադրում է իշխանություն։ Տիկին Բաղդասարյան, ձեր տպավորությամբ ընդդիմությունը ունի սեփական օրակարգը, որով եկել է ազգային ժողով, արդեն երրորդ շաբաթն է տեղի ունենում ազգային ժողովի նիստերը, տպավորություն ունեք մասնավորապես Հայաստանի եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունների թիվ 1 օրակարգը ո՞րն է։ Ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու եւ պետք է ցավով կրկնեմ, որ օրակարգ անշուշտ ունեն, բայց այդ օրակարգը հայաստանյան օրակարգ չէ եւ թելադրվում է այլ աշխարհաքաղաքական բևեռներից։ Մասնավորապես ինչ օրակարգի մասն է։ Ես ասել եմ այնտեղից, որտեղից գրվում են մեթոդիչկաները իրենց, Լուբյանկայից։ Խոսքի իշխանափոխության մասին արդեն ներքսում լինելով հանդարտ։ Ես գործընկերոջ հարցին պատասխանեցի օրակարգի վերաբերյալ, ինչպիսի օրակարգ ունեն, ասի օրակարգ ունեն, որը հայաստանյան օրակարգ չէ, Հայաստանից անդին։ Ընդհանուր առմամբ իրենց այս խոսույթը, հա, որ քրեական գործերը կապում են քրեական հետապնդումների, վրեժխնդրության, քինախնդրության հետ, ինչպես է դիտարկվում։ Տեսեք, ցանկացած գործընթաց, որի ետևում կան քրեաիրավական որակավորումներ, կարճ ժամանակ անց ստանում է նաև քաղաքական ենթատեքստ, ինչն է պատճառը։ Պարզապես գործընկերները փորձում են խուսափել այն իրականությունից, որն ունենք, այսինքն մարդիկ իրենց դիզած հարստությունը, ապօրինի գույքը եւ ակտիվները, որոնք ունեն, փորձում են թաքցնել ժողովրդից, իսկ մեզ դիտող մարդիկ, մեր հանրույթը իհարկե գիտե թե ինչի մասին է խոսքը եւ որևէ քրեաիրավական որակավորումներ դժվար է թաքցնել քաղաքական ենթատեքստի ներքո։ Ի վերջո մենք ապրում ենք մեկ երկրում, որտեղ ամեն ինչ բաց է եւ թափանցիկ եւ կարծում եմ, որ լավագույն գնահատականը եւ լավագույն դատավորը դա իհարկե ժողովուրդն է։ Տիկին Բաղդասարյան, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան զրույցների թեմայով վերջին շաբաթների ընթացքում գրառումներ անում, հարցազրույցների շարք է ստել, նաև օրենսդրական նախաձեռնությամբ պատգամավորները հանդես գալու փոփոխություններ կատարելու վերաբերյալ, օրինակ Վիլեն Գաբրիելյանն էլ ես չեմ հիշում դիմադիր պատգամավորներից որ մեկին ասաց, ինչու են միայն կանանց թեմաներով բնության մասին, օրինակ տղամարդիկին է բնության ենթարկվում։ Այդ համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ընթացքում հայտարարել է Քոչարյանի ծեչկատոպի հետևից գնալու են, գտնելու են, ու ես իրեն չեմ նախանձում։ Սա բռնության կոչ չէ տղամարդու համարված իրավապահ համակարգի ներկայացուցիչների իշխանության ներկայացուցիչի նկատմամբ։ Այնինչ իրականացնում է վարչապետի տիկինը, բնականաբար շատ կարևոր առաքելություն է եւ մեր հասարակությունը պետք է առերեսվի խնդրին, որովհետեւ այո, բռնության ենթարկվում են բազմաթիվ կանայք եւ ցավոք սրտի այդ մասին շատ հաճախ լռում են, իսկ այդ լռելային համաձայնությունը կա նաև հանրույթի եւ հանրության կողմից։ Ինչ վերաբերում է վարչապետի մեկնաբանությանը, անձամբ ծանոթ չեմ եւ գիտեք վարչապետի խոսնակցություն, որ այժմ մեկնաբան եմ, վստահ եմ, որ վարչապետի խոսքերը թույլ կտակ ավարտեմ։ Վարչապետի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն եւ իր ասածին ավելացնել չի։ Տիկին Բաղդասարյան, չեք կարծում, որ ամեն դեպքում երկակի ստանդարտներ են գործում, օրինակ խորհրդարանում խոսում եք բարեվարկությունից, ես դեռ ավարտեմ, օրինակ խոսում եք բարեվարկությունից, բարեվարկության կանոններ են այսպես սահմանվում եւ նույն ժամանակ մի կողմից օրինակ վարչապետի ելույթը հայտնի բառապաշարողջան զրկել չի ընդհատվում, փոխարեն օրինակ դիմադիր մեկ պատգամավորի խոսքը դառնում է այսպես բոլորը։ Տեսեք, մենք խոսույթի մեջ պետք է տարբերակենք գնահատողական դատողությունները, որոնք որ կան, եւ պիտակավորումները եւ որակավորումները։ Եվ ես կարծում եմ, որ եթե մենք այդ տարանջատումը իրապես իրականացնենք, ապա նման հարցեր առնվազն չեն առաջանա եւ դուք կայի օրինակ սահմանված կանոնները այս դեպքում այդ մարդու էթիկային համապատասխանելիությունը ովքեր պիտի քննեն։ Տեսեք, դուք իրավացի եք, ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվել է էթիկայի հանձնաժողովի կազմը, փոխարինող անդամները, ձեր ասած խնդրին մենք չենք առարեսվի, որովհետև առհասարակ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքը ասում է, որ եթե որևէ հարց
անմիջականորեն առնչվում է պատգամավորին, նա հայտարարում է շահերի բախման մասին։ Այսինքն, եթե որևէ խնդիր ապրիորի առնչվի ինձ, ես այս պարագայում շահերի բախման մասին եմ հայտարարում եւ այդ հարցը քննվում է առանց իմ ներկայությամբ։ Բայց էթիկայի հանձնաժողովի տրամաբանությունը առհասարակ այլ է։ Ինչպես գիտեք, այդտեղ համամասնությունը հավասար է ընդդիմության եւ իշխանության, եւ եթե հարցը վերաբերում է ընդդիմադիր պատգամավորի կա բանաձև քննության, թե ինչպես է տեղի ունենում եւ ճիշտ հակառակը, այնպես որ այստեղ որևէ խնդիր չի ծագելու։ Տեսեք, կազմում հանձնաժողովի կազմում կա մի հոգի, Վիլեն Գաբրիելյան, ով ժամանակներ առաջ հայտարարեց մանդատը վայրդնելու մասին եւ հայտարարեց, որ իր արարքը ազգային ժողովի պատգամավորի վրա չէ, ոնց է մեկնաբանում իր այնտեղ գտնվելը խմբակցության կոնսենսուսով է եղել, թե հենց ինքն է առաջադրել։ Բնականաբար խմբակցության կոնսենսուսով է եղել եւ ես կարծում եմ, որ Վիլեն Գաբրիելյանը այն բացառիկ պատգամավորներից է, ով իր հանրային վարքի համար ոչ միայն մեզ հայտնի Պարսավանքի ինստիտուտին է բախվել, այլ նաև անձնական որոշում է ունեցել մանդատը վայր դնել։ Նկատեք, սա չի եղել կուսակցության դիրքորոշում, սա չի եղել կուսակցության վարչության դիրքորոշում, որպես վարչության անդամ նաև ասում եմ, չէ, այդ ժամանակ վարչության անդամ չի, բայց ամեն դեպքում դա եղել է մարդու անձնական մոտեցումը։ Իսկ ինչ է ենթադրում էթիկայի հանձնաժողովը, որոշակի կարգապահական նաև զգոնություն եւ կարծում եմ Վիլեն Գաբրիելյանը լավագույնս դրսևորել է իրեն եւ սա պետք է լինի օրինակ ոչ թե գործողություններ, այլ հետևանքներ բնականաբար։ Բաղդասարյան, քանի որ Գյումրին հիշեցինք, Գյումրին միշտ ենք հիշում։ Վարչապետ Նիկոլ